Լպենամիշ պատասխան կտա Նիկոլը։ Այս տղամարդն արդեն 1 տարուց ավելի է պայքարում է աշխատանքային կենսաթոշակ ստանալու համար։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մերժում է, ազգային արխիվում տվյալներ չկան։ Համաձայն պետական կենսաթոշակների մասին օրենքի 10 տարվա աշխատանքային ստաժի դեպքում 63 տարին լրացած քաղաքացին անցնում է թոշակի, իսկ ծերության կենսաթոշակ ստանում են 65 տարին լրանալուց հետո։ Միասնիկը հավաքել է անհրաժեշտ փաստաթղթերը։ Ես եմ հավաքել։ Դա իրանց գործն է, իմ գործը չէ, ախր։ Իրանք պետք է, եթե ծառայած են եղել, իրենց հատերենք սա չկա։ Գոյություն չունի, վառվել է, տունս կարող է վառվել է, չկա։ Արխիվում գոյություն են փաստաթղթեր, ասում է արխիվը չի հանձնվել ձեր գործարանից։ Համաձայն եմ։ Մտածեցի, որոշեցի, որ կուսակցական արխիվ գոյություն ունի։ Զանգեցի կուսակցություն, սանակակած տեղի։ Ասին, որ մեր արխիվները սա հանձնված է փաստաթղթերը, արխիվ։ Գնացել եմ արխիվ, գերեցի դիմում, տվեցին ինձ տեղեկանք։ Միասնիկն ամբողջ կյանքում աշխատել է նույն գործարանում։ Պարզվում է, այդ գործարանը թղթերը չի հանձնել ազգային արխիվ և աշխատանքային ստաժն ապացուցող փաստաթուղթ փաստորեն չկա։ Միասնիկն ազգային արխիվից վերցել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության տեղեկանքը, որտեղ նշված է, որ ինքը 1977 թվականից գյուղտեխնիկապետական կոմիտեում աշխատել է փականագործ, 1979-ին գնացել է բանակ, այնուհետև եկել է ու շարունակել աշխատանքը, 1986 թվականից դառնալով ավագ ինժեներ։ 86 թվականին նշանակվել եմ ավագ ինժեներ վերահսկիչ։ Ինքը գրում է ընդունվել եմ աշխատանքի, ապուշ ես չեմ ընդունվել, ես այդտեղում աշխատել եմ, ինձ նշանակել են ուրիշ պաշտոնի։ Ինչ ձևակերպում է տալիս, ամեն անգամ ամեն դիմում գրելուց 1.5-2 ամիս պետք է ձգձգվի, մինչև իրանք փոշները գետնից կտրելու խաբերություն դուրս տան։ Դիտավորյալ ոչինչ չի անում սոցիալնախարարությունը, կարծում է Միասնիկը, հուսահատ նա նամակ է գրել Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլին դիմում եմ գրել, Նիկոլը մյուս օրը SMS եկա, թե ձեր թղթերն ուղարկել են սոցիալ։ Սոցիալն չես ուղարկել, դու մի հատ հետաքրքրվի։ Իրոք դա բռնում է, թե չի բռնում։ Սոցիալն ես այդ թղթերը տվել եմ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ասում են, որ իրենք մեղավոր չեն, պարզապես ազգային արխիվում տվյալներ չկան։ Կազմակերպությունները իրենք պետք է տվյալները հանձնեին ժամանակին։ Միասնիկը միակ թոշակառուն չէ, որ այս խնդրի պատճառով զրկվել է թոշակից։ Ազգային արխիվից շատերի տվյալներն են բացակայում։ Միասնիկը որոշել է պայքարել։ Զարուհի Սահակյան, Հերիկ Համազասպյան, Հայլուր։